հարցը, երկրորդ հանգամանքը ուղղակի հայտարարության տեսքով Մեղադրյալ Սերոբ Գասպարյանի կողմից հնչեց նմանատիպ բովանդակության հայտարարություն, որ հավանաբար դատարանի թյուրիմացության մեջ գցելու իմաստով նման տվյալ է ներառված, իրականությունը դա չէ, որևէ մեկին որևէ թյուրիմացության մեջ գցելու նպատակ առհասարակ չի եղել, ուղղակի դատարանի ուշադրությունը հրավիրում նաև այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացությունում Մեղադրյալի անձնական տվյալների հատվածում նաև նշված է դատվածությունը մարված նշում։ Նաև առաջանցնելով պարզաբանում են, որ կողմերի ինքնությունը պարզելուց հետո դատարանը մյուս կողմերին հնարավորություն կապահովում ինքնության և գրազդելությունների պաշտպանության վերաբերյալ հարցեր ուղղեն միմյանց դատարանի ուշադրությունը հրավիրելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վրա։ Այժմ առաջանցնելով Մեղադրյալ Սիմոնյան, ինքն ներկայանալ Ջանիկ Մոնիկոնի Սիմոնյան 1987 ծնվել եմ Կոտակի մարդ Արամքի առաջ այդ հասցերում նաև բնակվում է։ Ոչ, բնակվում ուրիշ հասցեր, մանկապության 9-րդ փողոց 37 նշան։ Որ քաղաքում եք եկել։ Արամուզ գյուղի։ Արամուզ գյուղի։ Ձեր ընտանեկան դրությունը։ Ամուսնացած եմ նոր 4 երեխա։ Անչափահաս եք, թե շատ։ Անչափահաս։ 4-ը։ 2-ը մանրահաս։ Շատ լավ։ Մասնագիտություն ձեռք բերել եք։ Մինչան կարգ ոչ։ Հայերեն լեզվով եք կրթվել։ Այո։ Աշխատանքում եք։ Աշխատում եք սպայկա կազմակերպությունում, որպես գաղափարի վարորդ։ Շատ լավ։ Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ եք։ Ունեմ քրոնիկական հիվանդություն։ Շատ լավ։ Նախքան դեր սպանալ եւ հետազոտելը խնդրում այդ կա, որը առողջական խնդիր, որը կարող է խանգարել այս դատանությունները շարունակել այս պահին։ Կարող եք շարունակել։ Այո։ Դատվող եղել եք։ Ոչ։ Իրավական մարմիններին երբերել որևէ առիթով բացի այս քրեական գործից առնչություն ունեցել եք քննչական, դատախազական եւ ոստիկանական մարմինների։ Անչափահաս ժամանակ ուրիմացությունը եղել ինչ չփոխել։ Եվ ինչ ճակատագիր ունեցել եք վարույթը, եթե վարույթ եղել։ Գոյություն չունեցող իրավիճակի կաշվել։ Շատ լավ։ Կասեք, ընդդում եք, որ ձեր շահերը դատարանում ներկայացնում փաստաբաններ Հարապետյան և Հակին։ Դուք ստացել եք մեղադրական եզրակացությունը։ Դատարանի որոշումը քրեական գործը վարույթ ստանձնելու մասին ևս ստացել։ Մեղադրյալի իրավունքները և պարտականությունները պարզաբանող հուշարձաններ ստացել եք։ Շատ լավ, կարող եք ձեր բացատրել։ Եվ մեղադրյալ մնացական ներկայանալ Արմեր Ահմեդի մնացական մարտակետ իշխանի յողներքին առակաղազային արտանասունեք Լավ, այդ շրջանը ձեր ծննդավայրն է։ Այո։ Ներկայումս նախքան խափանան միջոցի պայմաններում հայտնվել որտեղ եք բնակվել Ռուսաստանում։ Որ ժամանակահատվածում Ոչ պատահած։ շատ լավ, իսկ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրում եք Ախպերություն Ռուսաստանում եք։ Որ քաղաքում Երևան։ շատ լավ։ Կրթություն ստացել եք Միջնակարգ։ հայերեն լեզվով եք կարել։ Աշխատանք ունեք Ռուսաստանի դաշնություն։ ինչ բնակավար։ Գորլուկա։ Բնակավար Արբատ մարտակ։ Ինչպես Արբատ։ ինչ ոլորտի գործունեություն։ Ծառան, հա։ Ոլորտը, որով գործունեություն եք ծառայում։ Սպասարկող։ Ինչ սպասարկման մասին։ Տարբեր։ Այդ կոնկրետ ես որցի դետալային անուննատ հարցերով ծանոթել միանգամից պատասխանեք դատարանին հետաքրքրում է թե ինչ բնակավարի լսեք մինչև վերջնություն առանց որովհետեւ անընդհատ ենթա հարցեր չհնչեն այդ մասին հետաքրքրում է ձեր մասնագիտությունը երբեմն եք եթե աշխատել եք որևէ ոլորտում նկարագրեք որի էությունը բարձր է դատարանի ոչ թե ընդհանրապես անվանումներ հրապարակել Դուք ուղղակի նորից, այո, ուղղակի նորից ինձ մատակարար։ իսկ դուք անձամբ ինչ գործունեություն եք իրականացրել այդ սննդի մատակարարման process-ում։ Չհասկացա։ Դուք անձամբ ինչ աշխատանք եք կատարում։ Պայմանագրային պրոստի ծառայում։ Շատ լավ։ Ֆիզիկապես եւ հոգեպես առողջ եք։ Ոչ, նորմալ։ Կա այս քննությանը խոչընդոտող որևէ առողջական խնդիր։ Հիմա Այս պայմաններում շատ լավ։
Դատված եղել եք։ Ոչ։ Եթե առնչություն ունեցել եք իրավական մարմիններին որևէ պետության տարածքում բացի այս քրեական գործով մասնակցելուց քննության, ոստիկանությանը, քննչական դատախազական մարմիններին։ Ինչ արդ։ Երբ եք առնչվել և որ մանին, ոստիկանության երբ առնչվել եք, բացի այս գործից, ոստիկանության հետ առնչություն ունեցել եք։ Չէ, ասացիք այո, հիմա ցանկանում բազալան են, ամենց եք կարող եք պատմել։ Գործի ձեր ինքնությունը նաև այս մասով պատմում դարձան։ Ինչ արետով եք առնչվել, ասացիք այո։ Բացի այս գործից։ Շատ լավ։ Ինչ ստացել եք ներառական եզրակացություն։ Այո։ Դատախազություն։ Դատարանի որոշումը նույնպես ստացել եք քրեական գործը բաղադրությունների մասին։ Եվ ներառյալի իրավունքների ու պարտականությունների բարձրանում հիշատակել։ Ստացել եք։ Շատ լավ, կասեք, ձեր պաշտպանության իրականացման մասով դատարանը դիմում է ստացել, ինչպես նաև ձեզ հետ ներկայացել է դատարան Աստապան Երիցյանը։ Խնդրեմ կասեք, ով է ձեր շահերը պաշտպանելու դատարանը։ Շատ լավ։ Իսկ հարգելի պարոն Ջհանգիրյանի լիազորությունները այս վարքով դադարեցնելու մասով եք որևէ առարկություն, քանի որ նա խնդրել հայտնելով, որ ձեզ հետ փոխադարձ համաձայնության։ Շատ լավ, կարող եք ձեր ձևից բարձր։ Դատարանը բոլոր պաշտպանների լիազորությունները սննդորում համարում պատշաճ ներգրավության հարցը լուծված, ինչպես նաև որոշում Աստապան Ջհանգիրյանի լիազորությունները, ինչպես ներառյալի դատական նիստում արված հայտարարությունները, այնպես էլ վերջինիս անունից ստացված դիմումի տեղեկությունների հիման վրա համարել արտարեցված։ Երբ կողմերը ինքնությունների և լիազորությունների վերաբերյալ միմյանց հարցերում են, դատարանի ուշադրությունը հրավիրող դիտարկումն է։ Մենք չունենք բավարար Մեկ կապված, եթե ես չսխալվեցի, Մեղադրյալ Երջանիկ Սիմոնյանը իր փաստացի բնակության վայրի վերաբերյալ արկա տվյալներին մի փոքր հակասող տեղեկություն հայտնեց, շնորհակալություն, ես լսեցի, որ նշվեց անկախության 7-րդ փողոց 35 բնակարան, եթե սխալ եմ ընկալել, խնդրում եմ ներողամիտ եղեք, բայց ըստ քերական վարույթում արկա տվյալների արկա են հետևյալ տվյալները, անկախության 5-րդ փողոց, տուն 39, խնդրեի հնարավորության դեպքում այս հակասությունը հստակեցնել։ Եթե կա ճշգրտող արձագանք անեցեք։ Այո, ես ուղղակի մեր հասել ծաղանգի չեմ շփոթում եմ հասցեներին ինձ ուշադիր չէ։ Այսինքն արձանագրենք այն ասեմ, որը նշված է մեղադրական եզրակացությունում։ Շնորհակալություն, այլ Դատարանին ամենը տեղեկացնում ենք, որ վերջինիս նկատմամբ վերջինիս ձերբակալվել դատարանի պատասխանատվի այն ժամանակ, երբ որ ինքը հարազատ եղբոր որդու զոհվելու տարելիցի մասնակցելու նպատակով ժամանել է Հայաստանի Հանրապետությունը։ Մեկ օրով ունեցել է բնակության վայր եւ բնակության վայրը հանդիսացել է նույն բնակության վայրը, որը հանդիսանում է հարազատ եղբոր հաշվառման վայրը եւ տվյալ արկայով արույթին թերուստի ես խնդրում եմ դատարան արձանագրի, որ Հայաստանի բնակության վայր Արմեն Մասականյանը ևս Արձանագրվեց, շնորհակալություն, դատարանը կողմերի ինքնությունը և լիազորությունների պաշտպանությունը ստուգելով անցնում է առաջ, պարզաբանելով մեղադրյալներին, հաշվառելով մեկից ավելի մեղադրյալների մասնակցությունը, ես ընդհանրական պարզաբանում եմ հատկապես ուշադրության արժանի իրավունքները, ձեզ մնալով ընդհանրական պարզաբանումներից, հաշվի առնելով, որ վերջինների շահերը դատարանում ներկայացնում են արհեստավոր պաշտպանների կողմից, ուստի պարզաբանում են, որ մեղադրյալները բացի պաշտպանության իրավունքից նաև իրավունք ունեն բացատրություններով, ուսմունքներով հանդես գալու, ինչպես նաև լռելու իր վնաս մեղադրյալի չի կարող մեկնաբանվել։ Բացի այդ ունեն իրավունք առարկություններով հանդես գալու դատարանի, ինչպես նաև մեղադրյալի դատախազի գործողությունների դեմ։ Եթե կողմերը ունեն առարկություններ այս ավալով պարտավորությունների մասով, խնդրեմ ասել,
շատ լավ, հաշվի առնելով որ չկան հավաքություններ, դատարանն անցնում է առաջ բարձրացնելով կողմերին, որ սույն փուլում նախնական դատարանություններում կողմերն իրավունք ունեն իրենց դիտարկումները մեղադրական եզրակացության օրենքի համապատասխանության վերաբերել, մասնավորապես քրեական դատարանության օրենքի 202 հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանելու առիթների դեպքում կարող են հայտնել իրենց դիտարկումները սույն հարցի քննարկումը նախատեսված է քրեական դատարանության օրենքի 312 հոդվածով։ Պաշտպանական կողմից դիտարկումներ կան մեղադրական եզրակացության վերաբերյալ այս մեղադրող կողմից դատարանը վերանայելով մեղադրական եզրակացությունը սույն փուլում լուծում է ընդհակառ այդ հարցի բարձրացման մակարդակում նաև լսելով կողմերի դիրքորոշումները դատարանը գտնում է որ եզրակացությունը համապատասխանում է նշված դեպքի պահանջներին և հարցը լուծված համարելով անցնում է առաջ բարձրացնելով քրեական դատարանության օրենքի 311 հոդվածով սահմանված հարցերը առաջնահերթ բացարկի ինքնաբացարկի հարցերի առումով այս կապակցությամբ խնդրեմ եթե կան կողմեր ովքեր ունեն բացարկներ համեցեք եթե ոչ դատարանը ցանկանում է թափանցիկ արդարադատություն ապահովելու տեսանկյունից որոշակի հանգամանքներ բացահայտել համեցեք տարբեր դատախազ Շնորհակալություն պատվարժան դատարան այդպիսի միջնորդություններ ես չունեմ պաշտպանական կողմից շատ բարի, հարգելի դատախազ ձևակերպումը մի փոքր մտահոգիչ կարող է ընկալվել, միջնորդություններ չունեք, բայց ինքեր տեսնում եք, թե ոչ։ Իհարկե ոչ։ Շատ բարի, շնորհակալություն։ Անկեղծ տեսնելու դեպքում կներկայացնեմ։ Շատ բարի։ Ի սկզբանե հայտնում եմ, որ ինքնաբացարկի ինքեր դատարանը ևս չի տեսնում, սակայն ինչպես նշեցի, թափանցիկ արդարադատություն ապահովելու համար ցանկանում եմ մի քանի շերտից հրապարակել նախագահ դատավորի հետ դատարանության մասնակիցների որոշակի առնվազն առերևույթ առնչությունը կողմերին հնարավորություն տալու համար, որպեսզի դիրքորոշումը վերանայելու դեպքում վերանային բացարկի մասին իրենց դիրքորոշումները։ Նախ առաջինը պաշտպանների, ովքեր ներկայացնում են մեղադրյալներին, առնվազն ամբողջական համակուրսեցին հանդիսանում է Հարգելի պարոն Կարապետյանը, միևնույն ժամանակ վերջինիս հետ միևնույն քննչական ստորաբաժանում աշխատել են որպես քննիչներ, վերջինս նաև ղեկավար պաշտոնում, բայց անմիջապես միմյանց նկատմամբ վերադարձության ինտեգրացիան դիրքում չեն աշխատել, բացի այդ փաստաբան Արտակ Ախինյանը նույնպես նույն ստորաբաժանում է աշխատել, պաշտպաններից մյուսներին բոլորին ճանաչում ինչպես իրավական հանրությունից, այնպես էլ իմ վարորդունքն որ այդ քրեական գործերով մնաց մեր վիրավորության պայմանավորված եւ բացի այդ որ են կարծիքով կարող է կողմերին եւ հանրությանը ավելի հետաքրքրական լինել մեղադրյալ Գասպարյանի որդին Արա Գասպարյանը դեռևս մանկության տարիներից ինձ հետ մենք միասին նույն մարզական դպրոցում երկար տարիներ սովորել ենք այսօր չեմ կարողանում իստել գալիչում տեսնել վերջինս ներկայ թե չէ բայց ցանկանում եմ հրապարակել եկել շատ լավ այդ հանգամանքը որ Արա Գասպարյանը շուրջ ես ինձնից առաջ փորձում էի վերահաշվել անցած տարիները 18 տարի առաջ ես այլևս դատարանից զբաղվել նույն սպորտաձևով խոսքը վերաբերում է մարտարվեստին եւ ամեն դեպքում որոշակի հանգամանքներ հասու դարձնելու կողմերին ցանկանում եմ բացահայտել, որ երկար ժամանակ ավելի քան 10 տարի պատանեկության տարիների տարբեր միջազգային մրցաշարերի առաջնությունների միասին մեկնելով եղել է առնչություն եւ որոշակի մտերմություն։ Մինչդեռ դրանով պայմանավորված դատարանը բարձրանում է նաեւ որպես նախագահ դատավոր որ այդ հանգամանքը ինչպես նաև պաշտպանների վերաբերյալ հրապարակված հանգամանքները որևէ կերպ չեն ազդում դատարանի անկողմնակալության, անաչառության եւ օբյեկտիվության վրա եւ նաև նկատի ունենալով որ բացարկի դատավարական ինստիտուտը երկու շերտ է իրենց ներկայացնում հաշվի առնելով որ դատարանը ինչպես պետք է լինի այնպես էլ երևա անկողմնակալ, այսինքն նաև ինքնաբացարկի օբյեկտիվ գնահատման չափանիշի տեսանկյունից ցանկանում դիրքորոշում ձևավորել հայտնել, որ իմ համոզմամբ անկողմնակալ դիտորդի տեսանկյունից այս հանգամանքները ևս չեն կարող
կասկածի տակ դնել դատարանի անաչառությունը եւ ավելին ես ցանկանում եմ հրապարակել բացահայտել, որ ինքս համոզված եմ, որ որևէ հանգամանք չի կարող ազդել իմ ներքին օբյեկտիվության եւ անաչառության վրա։ Այնուամենայնիվ կողմերը եթե կարիք են տեսնում վերանայել իրենց դիրքորոշումները, դատարանը պատրաստ է ավելի շրջանառ եւ հանգամանալից քննարկել բացառի հարցը, հարգելի դատախազ համոզեք ինչ կարծիք։ Շնորհակալություն պատասխան դատարան։ Նա շնորհակալություն եմ հայտնում այդ հանգամանքները իջնելու բարձրացնելու կապակցությամբ, իհարկե նաև դատարանը ունի այդ պարտավորությունը իրականացնելու։ Կոնկրետ հարցի վերաբերյալ այն հանգամանքը, որ պաշտպանների հետ որոշակի առնչություն եք ունեցել, դատարանը առնչություն է ունեցել նաև համատեղ աշխատանքին, չեմ կարծում, որ դա բավարար հիմք է արձանագրելու, որ կարող ենք խոսել դատարանի անկողմնակալության մասին։ Չեմ վկայում իմ գնահատման դրա մասին, բայց ինչ վերաբերվում է մեղադրյալի որդու հետ ժամանակի ընթացքում նույն սպորտաձևով զբաղվելու հանգամանքին, առհասարակ ուզում եմ հայտնել հետևյալը։ Յուրաքանչյուր անձ իմ գնահատմամբ ինքը պետք է իր ներքին աշխարհում գնահատի, թե ինչ հարաբերությունների մեջ է գտնվել տվյալ անձի հետ, արդյոք այդ հարաբերությունները այն աստիճան սերտ են եղել կամ այն աստիճան օղակներով են կապված եղել, որ հնարավոր է ինչ-որ մի պահ երկու որոշում կայացնելու կամ մեկ հարցի շուրջ որոշումներ կայացնելու դեպքում կարող է երկմտանքի տեղիք տալ։ Ասածից միտքը այն է, որ պատասխան դատարան, առաջերտին դուք պետք է գնահատեք, արդյոք այդ կապերը ձեզ երկմտելու տեղիք կտա։ Եվ եթե դուք պատասխան դատարան ինքներդ արձանագրում եք, որ այդ հանգամանքները ձեզ որևէ հարցով չեն կաշկանդում, կարծում եմ իմ այն պնդում եմ, որ դրա հակառակի պնդումը տեղի չի լինի։ Հետևաբար պատասխան դատարան, հիմք ընդունելով դատարանի կողմից հայտարարած տեսակետները, հանգամանքները, ես կարծում եմ առնվազն այս պայքարությամբ արկա չեն այնպիսի փաստական հիմնավոր հանգամանքներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ինքնաբացատրի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պաշտպանական կողմից որևէ մեկը ցանկանում է հանդես։ Այո, պատասխան դատարան, վերջի դիտարկման անդրադառնամ, ես կարծում եմ դատարանը արդեն իսկ գնահատեց, կարծում եմ դատարանը արդեն իսկ այդ հարցի պատասխանը տվեց, եւ դրա ելակետը հետեւյալն է։ Եթե չեմ սխալվում, դուք հայտարարեցիք, որ Արեգ Ասպարյանի հետ զբաղվել եք նույն սպորտաձևով մոտ 10 տարի եւ դրանից ավել 18 տարի արդեն դադարեցրել եք որպես այդպիսի կարգին սպորտաձևով զբաղվելու եւ ես դատարանի բարձրացումներից հասկացել եմ, որ 18 տարի դադարեցնելով նաեւ Արեգ Ասպարյանի հետ որպես այդպիսի կառաջություն չեք ունեցել։ Ճիշտ է։ Դրանից հետո, որովհետեւ ըստ էության նշեցիք, թե եղել է մտերմություն, բայց եղել է մտերմություն 18 տարի առաջ։ Այսինքն ըստ էության 18 տարին ավելի շատ է այդ պաուզան, քան այն 10 տարին, որի շրջանակում դուք ունեցել եք որոշակի մտերմություն։ Հետևաբար ես կարծում եմ, որ այդ առումով դատարանը արդեն իսկ գնահատեց, արդեն իսկ տվեց պատասխան, որի ելակետերից արդեն նշեցի, եւ այդ առումով ես կարծում եմ անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ որևէ նույնիսկ նշույլ կասկած դատարանի վերաբերյալ չեմ կարող առաջացնել։ Ինչ վերաբերում է առաջի դիտարկմանը պարոն Ախինյանի եւ պարոն Կարապետյանի հետ նախկինում քննչական ստորաբաժանումին նույն աշխատելու, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում այն ստեղծված իրավական համակարգը, որը մենք ունենք եւ բազմաթիվ դեպքեր եւ կիրառական իմաստով տեսնում ենք, որ քննիչներ դառնում են հաստատաններ, քննիչներ դառնում են դատավորներ եւ կարծես թե ակտիվատելի կարող է ստեղծվել մի այնպիսի կիրառական մոտեցում, որ եթե նախկինում իրար հետ աշխատել են, այդ դեպքում պարզապես կողմերի միջև կարող է ստեղծվել խզական որպես այդպիսի կապ, հետագայում դատավարության որպես նույն դատավարության մասնակից հանդես գալու տեսանկյունից։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում դա տարածված երևույթ է, եւ զուտ գործընկերային հարաբերությունը դեռ պարագայում որևէ կերպ անկողմնակալության եւ անաչառության վերաբերյալ կրկին որևէ կասկածություն դատարանի տեսանկյունից իմ մոտ համենայն դեպս չի առաջացնում։ Ավելին ասեմ, պատիվ եմ ունեցել նախագահ դատավորի հետ աշխատել, այո, որպես դատավորի կողմից նախկինում քննիչի պաշտոնը զբաղեցնելու եւ նաեւ այդ դատավարությունների ժամանակ եւս եւ դատարանի պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից ես ինքս անձամբ որևէ կասկած չունեմ, հետո ես կարծում եմ այդ բոլոր հանգամանքները, որոնք դուք բարձրացրել եք, վստահ եմ ձեզ չի կաշկանդել։ Շատ այլ դիրքորոշումներ